զրուցելու ենք Հոիդա հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, սկսենք թերևս այս վերջին օրերին մեծ աղմուկ հանած ազգային ժողովի ելույթից, այն է իշխանական պատգամավորներից մեկը հայտարարեց, թե իբր Հոիդան իրավունք չունի խոսել Սփյուռքի անունից։ Ելույթում կարմիր թելով անցնում էր մի քանի հայ գործիչների անուն, իրենց կատարած աշխատանքը, որոնցից մեկը դուք եք։ Այն ինչպես է գնահատում այս ամենը, ինչի է միտված ու հենց ինչու այս փուլում, այս ներկա փուլում իշխանությունը որոշեց խոսել Սփյուռքի եւ Սփյուռքում Հոիդայի կատարած աշխատանքի մասին։ Իմ մեկնաբանությամբ աս նման Եղոյանի նման երեսփոխաններու կամ պատգամավորի ավելի ճիշտ բառը կորզածեմ, որ կորզածեք ներգայար դահայտությունները ուրիշ բան չեն, եթե իրենց ադսկացումը, որ արդեն դգարացած են եւ պետք է ամեն կերպ թիրախավորեն տաշնակցության կամ ուրիշ ուժերու, որոնք գրնան դերակատարել նաև բացիսպուկեն, քանի Հայաստանի մեջ ալգործեն, հոնալ դերակատարան։ Հիմա ինչ կվերապերի Եղոյանի ասացներուն, թե մենք ես կամ իմ գործընկերներս Եվրոպայեն կամ Ամերիկայեն կբարդատրենք իրենց ներկայականություն, ամբողջությամբ սուտ է։ Եվ ասեմ, որ այս սդախոսությունն իրենք վերածած են մասնակիտության։ Երբեք չենք բարդատրած, երբեք չենք պահանջած, որ մեր ուզածը լա, մենք միշտ թելադրած ենք, խորհուրդ տված ենք եւ մեր դեսագետները հայտնած ենք, որ ի վերջո մեր իրավունքն է նաեւ իբրև հայ։ Ես նաեւ Հայաստանի քաղաքացի եմ։ Մեկ ավելի ես իրավունք ունիմ ունենալու դեսագետներ իմ հայրենիքիս համար եւ իմ ժողովրդիս համար։ Հիմա այս օրած բաները, որ գսե բարոն Եղոյանը, որ իբրև թե ես 4 պատերու մեջ նստած, որուն գրնամ խոսիլ կամ ոչ, այսօր վնե երեք առաջին հրապարակում մրի արդեն ես իմ Facebook-ի էջից վրա, այսօր վնե լուսանկարներով արձույց վիդամ, թե ինչպես վարչապետենը սկսած, հասնելով մինչև իրեն եւ ուրիշներու, մինչև ժամանակ առաջ ինչեր գսեին եւ ինչպես կվերապերվեին իմ գրասենյակից եւ իմ հանդեպս։ Հիմա հանգարց ադիգա փոխվեցավ։ Ես ասի պատճառը ինչ է, իմ մեկնաբանությունս ադե, ամեն դեպս իրենց կողմը ամբողջությամբ սուտ բաներ են եւ նաեւ նույն սդախոսությունը կորցածեց Սինանյան երեք հարցազրույցիմը, ասելով որ ինչ է ցեղասպանությունը, ինչ տվա վարժեք չունի, ես դրական հարցեր չեմ դեսած եւ փոխանակ հայ տադյանս նախումբերը եւ տաշնակցությունը սպաղին հայկական ինքնության պահպանությամբ, իրենք կսպաղին ցեղասպանությամբ։ Դեսեք մարդ որքան սդախոս կամ պետք է իր անցյալը մորնա, որ նման գերբով խոսի։ Սինանյանը իր գենսակրության մեջ արձանագրած է, որ 2 անգամ քաղաքապետ եղած է Գլենդեյլի։ 2 անգամին այլ երբ որ եղավ, ինքը տաշնակցության եւ հայ տադիկովներու շնորհիվ է, որ ինքը հոն հասավ։ Եվ հիմա ատկս է, ինքը Ամերիկա ապրեցավ դարիներով, գիտե դասնյակներով հայկական դպրոցները, գիտե եկեղեցիները, գիտե ակումբները փորկոյություն ունին, եւ որ տաշնակցությունը հիմնական թերակատար է հայկական ինքնության պահպանության։ Իսկ ինչ կվերապերի ցեղասպանության ճանաչման մեկ բառ։ Եվ ասիկա ընդունված է նաեւ բոլորին կողմէ քրեական իմաստով նաեւ։ Պարոն Կարապետյան, երբ որ չճանչնար իր անցյալը, նույնը նորեն գնե Արցախը մեր արջևն է, Հայաստանը միշտ այդ վտանգ ունի, որ կանադեն, որ Թուրքիան չճանչնար։ Եվ Եվրոպական միության խորհրդարանի եւ միշտ ճանաչումները ճնշում են Թուրքիո վրա, որովհետեւ այդ քայլին թիմե։ Պարոն Կարապետյան, մենք նաև ականատես ենք լինում մի դրվագին, որ առաջիկա ազգային ժողովում, առաջիկա կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը ասում է, որ իրենց թիվ 1 խնդիրը, այսպես ասած, հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, ինչպես գիտենք, ԱԳՆ-ն դեռ մի քանի տարի առաջ էր այս հայտարարությունը արել։ Ակնհայտ է, որ անգամ խոսք գնաց Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը Քնեսեթ տանելու եւ դա անմիջապես հետ կանչելու վերաբերյալ։ Հիմա ինչ է ստացվում։ Հոիդան, Հայդատը բազմաթիվ անգամներ Սփյուռքում եւ ոչ միայն
ամբողջ աշխարհում, հա, կարելի է ասել, փորձել են բարձրաձայնել այս խնդիրը եւ ցեղասպանության միջազգային ճանաչումը, այսպես ասած, ել ավելի ընդլայնել, ավելի մեծ շրջանակներ, այսպես ասած, ընդլայնել։ Հիմա կանատեսենք լինում մի բանի, որ Հայաստանի իշխանությունները այդքան էլ հակված չեն այս ամենին, ընդհակառակը մտածում են, որ եթե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այսպես ասած, ուղին բռնեն, ապա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարծես չեն կայանա այնպես, ինչպես իրենք են ձգտում։ Հիմա ինչ է ստացվում, եթե Հայաստանի իշխանությունները նման հայտարարություն են անում, դուք Սփյուռքում այլ գործունեություն եք ծավալում, այն գործունեությունը, ինչ որ մինչև այժմ ծավալել եք։ Այս հակադրությունը ինչպես կանդրադառնա արդեն բուն ձեր գործունեության, Հայդատի, ինչպես նաև հայապահպան կառույցների գործունեության վրա։ Ինձ եսեք մեկ գետ ներգայի իշխանության, որ հայապահպանության, հայ ժողովրդի իրավունքներու մասին հետաքրքրություն ունի։ Ցեղասպանությունը չի տներ, Արցախի հարց գոյություն չունի։ Քերիներու մասին հբանցիկ կխոսի, որ իբրև թե մենք սեղանի դագեն կխոսենք կնենք։ Իրենց հանցնագետարով Սփյուռքի կփորձեն Սփյուռքը բաժնել 2-ի կամ 3-ի կամ 4-5 մասերու։ Որ մեկ կետն է, որ այս կառավարությունը բացի Ալիևին եւ Էրդողանին կողցկել է, սպաղած է այլ հարցերով։ Հիմա ինչ կվերապերի մեզի տեսեք, Հայաստանի իշխանությունը ուզե կամ չուզե, մենք Հայաստանի օգտակար պիտի ելանք։ Եվ երեկեսիմ հայտարարությանս մեջ անդրադարձա։ Երբ որ pedagogan շահ է, մեզի չի հետաքրքրել ով է իշխանությունը, իշխանությունները գուքան եւ գերտան։ Վաղը Փաշինյանը պիտի չլա, կբուն պիտի չլա, գրնա ովը մեկ ուրիշ լալ։ Մեզի համար pedagogan շահն է։ Եվ անդրադարձա, որ Եվրոպական միության երկրի մեջ, երբ որ շատ կարևոր հարց ունկար, մեր պետության համար, ոչ իշխանության, պետության համար, եւ չեր գրնալ իշխանությունը լուծել այդ հարցը, ինձ մեկ ընտրվեցավ եւ ես այդ հարցը լուծեցի։ Որ երկիրն է, ինչ հարցեր եւ այլն անշուշտ պիտի չհրաբարակեմ, որտեղ հարցը իմ անձնական քարոզչությունն էլս չէ։ Հարցը ցույց տալ է, որ երբ որ գարիկը գա, մենք մեր պետության գողքին ենք։ Հիմա իրենց կեցված կանշուշտ չի պիտի խանգարե մեր աշխատանքը եւ չի խանգարել։ Դեսակ վերջերս ամիս առաջ շատ մեծ խորհրդաժողով կազմակերպեցինք Եվրոպական խորհրդարաններս, ամենամեծ խորհրդաժողովներն որ եղած են, նույնիսկ երեսվոխանները որ մասնակցեցան ադընտունեցին, մեր ռազմակերիներու մասին ներկա էր նաեւ Դավիթ Իշխանյանի դղան Արմեն Իշխանյան, որ ունեցավ շատ լավ ելույթ։ Անգյանտին Արցախի հարցով ահագին աշխատանք կա, այսօր պիտի հրաբարակենք Եվրոերեսփոխանի հարցումը եւ պատասխանը կայակալ ասեն Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի մեջ տիրող գազության մասին։ Ուրեմն ասոնք հարցեր են, որ ասցեվով չեն լուծվի, պետք է հասկանա Հայաստանի իշխանությունը, որ դիմացը գտնվողները, իրենց համար դիմացը գտնվողները Հայաստանի թեմ չեն, Հայաստանի Հանրապետության թեմ չեն, Հայաստանի Հանրապետության մնալուն եւ Արցախի Հանրապետության մնալուն համար ասկուսակցությունը եւ իր հետևորդները արյունալ տապեցին։ Բայկարեցան եւ Սփյուռքի մեջ անշահախնդիր ես իմ 18 տարեկանից մինչեւ այսօր որ 79 տարեկան եմ, անշահախնդիր ասկորձերու մեջ եմ։ Ինչպես կրնան ակնկալել, որ մենք կրնանք հետին միտքեր ունենալ մեր ժողովրդին համար։ Պարոն Կարապետյան, բայց այնուամենայնիվ նաև մի այսպիսի թեզ է անդադ շրջանառվում հայաստանյան հասարակության կողմից, որ երբ որ իշխանություններին դեմ են լինում, ապա ինչ-որ բռնաճնշումների են ենթարկվում, քննադատությունների եւ այլն, ակնհայտ տեսնում ենք, որ որոշ չափով Հոիդան, այսպես ասած, թիրախավորված է իշխանությունների կողմից։ Հիմա եթե Հոիդան, թեկուզ եւ դուք, հա, Մուրադ Փափազյանը կամ մյուս այլ գործիչները ավելի շատ իշխանահաճո, այսպես ասած, գործունեություն ծավալեին, կթիրախավորվեին արդյոք, թե ամեն դեպքում այստեղ հարցը Հոիդայի կառույցի, ինչպես նաև այն պահանջատիրության ու իհարկե իշխանությունների գործելավոճին համաձայն չլինելու հանգամանքով է պայմանավորված։ Ես կգարձեմ, որ հիմնականորեն ներքին պատկերը որ կպատահի, այսօր տեղեկացա նաև, որ ցերպակալած են բարոն Քոչարյանին, արդեն բարոն Զարուկյանը գալանավորված է, Բարոն Սամվել Կարապետյանը
ինքնալ տադական հարցերում մեջ, այսինքն ընդդիմության 3 մեծ ուժերու ղեկավարները արդեն 3-նալ տադական հարցերուն նետված են։ Ես կարծեմ, որ տաշնակցության թեման սկսած այս պայքարը դիսկսի ներքին իմաստեն։ Իրենք լավ գիտեն, որ հայ տաշնակցության ասկային եւ հայամետ եւ pedagoganամետ կեցվածքը իրենց հաջո չէ եւ մատնանշումները որ գլան, որ իրականության գամապատասխանեն եւ պաստարկներով է եւ գարելի չէ որչդուկներով համոզել դիմացինին, որ իրավունք ունի եւ ինքը իրավունք ունի։ Դժբախտաբար աս իրականություն, ինչ կվերապերի մեր աշխատանքին։ Մեր աշխատանքը գար եւ պիտի մնա, չգրնար ովևէ մեկ կերպով խոչընդոտել Հայաստանի իշխանությունը։ Այո, գրնալալ որ աշխատանքը կդժվարանա, երբ որ միասնական չէ, բայց ամեն դեպս մենք միասնական ենք, միասնական չէ, մեր աշխատանքը պիտի շարունակենք եւ փաստան է որ շատ մտեղեր մենք հաջողած ենք, իսկ ինչ կվերապերի Միացյալ Նահանգներուն էլ երկու խոսքս եմ։ Շատ լավ գիտեն իրենք եւ իրենց տեսփանություններն էլ եթե ճիշտ եւ անգերց կերպով կդեղեկացնեն գետրոնը, որ կա մեծ աշխատանք կդանի Ամերիկայի հայտ ադյանցնախումբը կոնգրեսեններ, Հայաստանի իսկ պետության շահերուն համար աշակերտավոր իրական Հայաստանի մասին, որ կխոսի բարոն Փաշինյանը։ Կոնգրեսի մեջ հսկայական աշխատանք կնի Արամ Համբարյան եւ իր գործակիցները Հայաստանի շահերուն համար, բացի Արցախի, ցեղասպանության եւ մյուս հարցեր պետության Հայաստանի էներգիայի պետության համար հսկա աշխատանք կնի կոնգրեսի մեջ։ Ասոնք հարցեր են, որ իրենց պետք է կողցկե եւ իրեն գալ ուզեն որոշանտակեն։ Այո, Եվրոպայի մեջ կան տեսփաններ, որոնք կասկնան ասմեկը եւ ունին կորզակցություն հետերնին։ Եվ կան ուրիշ տեսփաններ, որոնք բաբեն ավելի բաբական են եւ հետերնին անկարելի աշխատելը։ Այլևս ադիկա ավելի իրենց հարց է։ Բայց նաեւ ասեմ, որ Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը քաչադեղյակ է մեր հրացներեն, որովհետև հստակ է, բացահայտ են մեր հրացները, եւ այդ մեկը իրենց ալ գոքնի շատ անգամ, որբեսի ունենան ավելի լավ բանջատիրական գեցվածք, Ալիևի եւ Էրդողանի հանդեպ մեր հրացներն եւ իրենց կորզին գոքնի իրենց հացի նյուգը կսեն մեր հրացը, բայց դժբախտաբար չեմ գիտեր, ատքան չեն մտածել, չեն ուզել կամ այլ բարմանավորվածություններ ունին իրենք որ պետք է հարկեն եւ այդ քայլին չեն դիմել